Սկզբից Աշոտ առաջինի համար չափազանց կարևոր էր, որ ճանաչումը լինի առաջին հերթին արաբական խալիֆայության կողմից եւ հետո նոր բյուզանդական կայսրության, որպեսզի նրա անկախացումը լիակատար լեգիտիմություն ստանար եւ հետագայում չբերեր նույն արաբական կենտրոնական իշխանությունների հետ կոնֆլիկտի։ Այս առումով նրա քայլերը հավասարակշռված էին եւ հերթով ճիշտ կատարված եւ դրա համար բերել էին անհրաժեշտ արդյունք։ Սակայն միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ անհրաժեշտություն կար տարածաշրջանում ժամանակի հետ առևտրական լուրջ կապեր հաստատելու նույն բյուզանդական կայսրության հետ, տարանցիկ առևտրի հնարավորություններից օգտվելու եւ Հայաստանը նաեւ շուկայական այդ առևտրական ճանապարհների կարևոր տարանցիկ խաչմերուկ դարձնելու։ Հետևաբար այս իրավիճակում մեջտեղ է գալիս հայ-բյուզանդական առևտրական պայմանագրի գաղափարը։ Պայմանագիրը ստորագրվում է 893 թվականին եւ այն առաջ է բերում մեր հարևան Ատրպատականի Սաջան Ամիրայության խուլ դժգոհությունը։ Սաջաները փորձում են սա որպես առիթ օգտագործել հայոց թագավորության ներքին գործերին միջամտելու համար։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։